այս պրոգրամը նրանց համար է, ովքեր որ երջանիկ չեն զգում ներսից, ովքեր որ կարծում են, որ դժվար է կյանքը պայքար է։ Անալու ենք տանք այդ հարաբերություններում, որ կաղում է խնդիրներ ունի, ընտանեկան, ընկերական, պրոֆեսիոնալ անգամ, ստանալու շատ գործիքներ, որպեսզի ձեզ օգնելու այդ հարցում, որպեսզի իրենց առօրյա ստրեսը ուրեմն նվազեցնեն, ներքին խաղաղությունը կարողանան իրենք ուրեմն ստեղծել եւ պահպանել, հրավիրում ենք ձեզ սիրով, որ գաք։ Նաև ունենալու ենք ստրեսից ազատվելու ֆիզիկական վարժություններ, ոչ թե սովորական մարմնամարզություններ, այլ շատ հետաքրքիր տեխնիկաներ կան։ ըստ խմբային աշխատանքի ժամանակ ժողովուրդ ջան, այնքան արագ ու հետաքրքիր ձևի է այդ բլոկերից ազատվելը ստացվում։ Առաջ եթե գույն չկար, ամեն ինչ մոխրագույն էր, հիմա գույներ եկան իմ կյանք դրանից հետո եւ եկավ մի պահ, որ ես արդեն հասկացա, որ ես ցանկանում եմ գնալ ու մասնագիտանալ այս ինչի մեջ, ինչը որ ինձ օգնել էր, որ ես վերափոխվեմ, վերականգնեմ։ Բայց որ կանելու, հենց առաջի օրը անելու ընթացքում ասի այս է բանալին, որտեղ ես միշտ ուզում էի նենց անել, որ մարդիկ զգային այդ ինչա, զգային ով են իրանք, զգային այդ ներսի աշխատանքը, գնային իրանց ներքին երախու հետ հանդիպեին։ Ասենք մտ միջավայր ենք ստեղծում, շատ պրոֆեսիոնալ հետաքրքիր է, շատ բարձր թրթիռներով միջավայր, որտեղ որ այդ հարազատությունն ենք ստեղծել ու միասին օգնելու ենք մեկս մյուսից մեր այդ ունեցած խնդիրները, որ բարիներ շարունակ չեն կարողանում լուծել։ Երբ որ մենք հավաքվենք, այդ հավաքական գիտակցությունը բարձրանա, 3 օրվա, հավատացեք, դա ճառագելու է։ Ոնց է հարազատներ ջան։ Շատ լավ։ Շատ լավ Նիկ ջան, դու։ Շատ լավ։ Հետաքրքիր բան ենք պլանավորում մեր ժողովրդի համար։ Այսօր որոշեցինք sense միասին հավաքվենք, զրուցենք, մի քիչ ավելի մանրամասն ոնց որ ներկայացնենք կոնկրետ ինչ ենք պատրաստում։ Մարտ ամսվա վերջին, մարտի 20-21-22-ին այդ անձնական աճի, ինքնաճանաչման ծրագիր ենք հայերեն լեզվով ուզում անենք Լոս Անջելեսում, Բուրբան քաղաքում։ Այսօր ուզում ենք մի քիչ ձեր հետ կիսվենք, բացատրենք որտեղից այդ մտահղացումն եկավ, ինչ է իրանից ներկայացնում ու ընդհանրապես, որ ավելի ոնց որ պատկերացում ունենաք, թե ինչի մասին է խոսքը։ Ինձ գիտեք ժողովուրդ ջան, որտեղից եմ ուզում մեր զրույցը սկսենք։ Ես գիտեմ, որ մենք բոլորս էլ մեր կյանքի տարբեր փուլերում նմանատիպ ծրագրերի հետ ենք ծանոթացել ու օրինակ ինքս իմ կողմից ասեմ, հետո կլսեմ արդեն ձեր կարծիքը, ձեր մոտեցում այս հարցին, ամեն անգամ նմանատիպ ծրագրերին մասնակցելու ընթացքում ու շատ մեծ օգուտ եմ ստացել, շատ մեծ անձնային աճ եմ գրանցել ու տարբեր կյանքի ոլորտներում հաջողություններ եմ գրանցել այդ ծրագրերին մասնակցելու շնորհիվ, բայց դրա մասին չի խոսքս։ Նմանատիպ ծրագրերին մասնակցելուց միշտ կարեկցանք եմ զգացել, ափսոսանք եմ ապրել, թե ինչի օրինակ հայերեն լեզվով չկա նմանատիպ ծրագրեր մեր այն ազգի ներկայացուցիչների համար, ովքեր որ օրինակ չեն տիրապետում անգլերեն լեզվին կամ ռուսերեն լեզվին ու տարիներ շարունակ այդ ափսոսանքը ապրել, մինչև որ եկավ հասավ մի հատված, որ որոշեցի, որ դե լավ, դե եթե չկա, չեն անում, դե հիմա լավ է, պատասխանատվությունը դու վերցրա քո վրա, գնա այնքան աճի, այնքան զարգացի, այնքան գործիքներ ձեռք բեր, որ արդեն ինքդ կարողանաս նմանատիպ մի բան ստեղծես։ Ու իհարկե այդ ընթացքում արդեն այդ ամեն ինչին հասնելու ճանապարհին ծանոթացա ձեզ, հա, որի համար իմ Աստծուց ամեն օր շնորհակալ եմ, շնորհակալություն եմ հայտնում։ Ուզում դուք ձեր կոնկրետ փորձերից կիսվեք, ասենք ինչ տիպի անձնային աճեր եք գրանցել նմանատիպ ծրագրերում ու ինչը ձեզ դրդեց, որ դուք էլ որոշեք այս ամեն ինչը մատուցողի դերով արդեն ներկայացնեք։ Սուս ջան, ես քեզ կզիջեմ։ Լավ։ Իմ ուղին սկսեց 2012 թվականից, երբ որ ես ունեցա ուրեմն մեծ կորուստներ, առողջական, մարդկային եւ ուրեմն ֆինանսական կորուստներ ու ինձ շատ վատ տեղում էի, այսպես ասած,
գտել, հա, ընկել էի շատ մութ, շատ անհուսալի, ինչ որ սենց վատ հուզական ամեն ձևով տեղ եւ ճանապարհներ էի ման գալի, մտածում էի, որ ինչի պիտի սենց լինի մեր հետ եւ ես ինչ կարամ անեմ, այսինքն սա վերջն է, կյանքը էս մասին է։ Եվ սկսեցի փնտրել, իհարկե հայկական շուկայում չկային նմանատիպ ինֆորմացիա, ես բնականաբար սկսեցի ամերիկյան շուկայում փնտրել եւ գտա ու դրանից հետո ոնց որ սկսեց իմ ուղին երկար ու ձիգ, բայց շատ հաճելի, շատ հետաքրքիր դուռ բացվեց, նախ հոգևոր աշխարհի դուռը, որ this is an illusion, հա, այսինքն ու ես հասկացա, որ արդեն այդ ամեն ինչն էլ որ ես ապրել էի, ես ստեղծել էի դա իմ կյանքում, բայց եթե ես կարող եմ վատը ստեղծել, հիվանդություն բերել իմ կյանք, ես կարող եմ նաև դա reverse անել, հա, ավելի դրական բաներ ստեղծել, կարող եմ ես նաև ինքս ինձ բուժել, ու այդ ճանապարհին սկսեցի լուրջ աշխատանք տանել, ինքնակրթվել առաջինը, ես վրա աշխատանք տանել եւ կարողացա ինքս ինձ բուժել, այսպես ասած, այդ իմ հուզական, հա, մտավոր աշխարհը, էլ կպչուն մտքեր չէին գալի ինձ մոտ, այսինքն լրիվ մի հատ ուրիշ պատկեր էր ստեղծվել, ավելի գույներ եկան իմ կյանք, առաջ եթե գույն չկար, ամեն ինչ մոխրագույն էր, հիմա գույներ եկան իմ կյանք դրանից հետո, եւ եկավ մի պահ, որ ես արդեն հասկացա, որ ես ցանկանում եմ գնալ ու մասնագիտանալ, այս ինչի մեջ, ինչը որ ինձ օգնել էր, որ ես վերափոխվեմ, վերականգնեմ, ինձ շատ հետաքրքիր էր արդեն վարակույրի հետևում ինչ կար, ինչ մեխանիզմով էր այդ ամեն ինչը աշխատում, որ ես կարողացա, ասենք, օգտագործել դա եւ վերափոխել իմ կյանքում։ Կներես Սյուժան, երբ որ լավ դրական արդյունքը ստանում ես ինքդ, արդեն բնական պահանջ ես, չէ՞, զգում այդ ամեն ինչով մարդկանց հետ կիսվելու։ Այո։ Ինչ ոնց որ կարողանում ես, եթե քո ծրագրերից կարողանում են օգտվել, այդ ամեն ինչն է իրանց ցույց տալի, քո փիլիսոփայությունը կարողանում են վերցնել, փոխանցում ես, իսկ եթե չէ, արդեն այս տիպի բաներ ես փորձում էլի հիմնես, որ ամեն հնարավոր ձևով փորձում ենք մեր այդ ստացածը փոխանցենք։ Փոխանցենք, այո։ Դե հետո գնացի արդեն հիմա ես մասնագիտացված եմ եւ certified trainer եմ, այս հուզական եւ մտավոր առողջության հենց կոնկրետ ոլորտում եւ coach եմ եւ heart ambassador եմ, so շատ հետաքրքիր մի հատ community, ես իմ ցանկությունն էր եւ ամեն շատ հետաքրքիր էր այդ ընթացքում, ոնց որ դու ես ասում, Հրաչ ջան, ամեն անգամ երբ որ ես նոր մի բան էի սովորում, մտքով սենց ոնց որ թռչեի Հայաստան, ասում էի Աստված իմ, եթե ես կարողանամ այս կոնկրետ այս ինֆորմացիան բերել իմ հայ ժողովրդին, ինչքան բան կփոխվի, ինչքան բան կա, գործիքներ կան, որ մենք չունենք, մենք կարող ենք օգտագործել մեր երկիրը բարելավելու, հա, ինչու՞ չէ նաև ինքներս մեր կյանքը փոխելու համար։ So ամեն քայլափոխին դա մի հատ սենց ոնց որ իմ մեջից կանչ էր, մի հատ, չգիտեմ, էներգի էր, որ անդադ ուզում էր, որ սենց կուտակեի վերցնեի ինչքան կարող եմ, որպեսզի կարողանամ տամ եւ ամենակարևորը, որ ասենք խաղաղություն լինի, հա, մեր հայոց աշխարհին, մենք կարողանանք օգտագործել որպես ժողովուրդ ու ինչու՞ չէ, այսինքն տալ, որովհետեւ that's what we can do, չենք կարող պահենք մեզ, վերցնում ենք, յուրացնում ենք, հետո տալիս ենք, այսպես, so ցանկություն կար։ Շնորհակալ եմ շատ, խաղաղության պահով բամում ամեն մեկիս խաղաղությունը սկսվում է այդ ներքին խաղաղությունից։ Իսկ ներքին խաղաղությունը անհնարին է, քանի դեռ դու այդ ինքնաճանաչումը չես անցել։ Կապ չունի արտաքին միջավայր այդ խաղաղության մեջ է, թե ոչ այդքան խաղաղության մեջ, դու ներքին խաղաղության անձնական անձամբ ես հասնում։ Այդքան էլ կախված չենք մենք այդ արտաքին ֆակտորներից։ Շնորհակալ եմ շատ, Սույժ ջան, Նազլ ջան, ես ենք լսում, քո ճանապարհը։ Ես միշտ կիսատ պրատ եմ պատմում իմ պատմությունը, իհարկե այսօր էլ
կիսատ կպատմեմ, որպեսզի միշտ գաղտնիք մնա։ Ոչ չէ, իրականում ոչ թե գաղտնիք մնա, այլ այնքան երկար է, որ եթե պատմեմ մի 3 օր պիտի պատմեմ, փորձեմ կարճ լինել։ Ուրեմն ինչպես գիտեք, ես արթնացել եմ մոտավորապես 2 տարի առաջ։ Արթնացել որն է, արթնացումը ինձ համար է նա, որ մի օր սենց ոնց որ քնից զարթնես ու ընկնես երազի մեջ, այսինքն ու սկսես հասկանալ, որ քո կյանքի ստեղծողը դու ես, քո իրականության ստեղծողը դու ես, ու այդ ինձ մոտ եղավ 2 տարի առաջ, երբ որ ես արթնացա, ես հասկացա, որ ես եմ արել ամեն ինչ, իմ կյանքում ինչ եղել է, եւ լավ, եւ վատ, ես եմ ստեղծել իմ մտքերով, իմ էմոցիաներով, իմ համոզմունքներով, այսինքն մեր մտքերը եւ էմոցիաները նյութականանում են, եւ հենց այդ գիտակցեցի, միանգամից հայ ժողովուրդը եկավ աչքիս առաջ։ Մի անգամից sense ասի վայ մամա ջան, ես մենք ինչ ենք արել հավաքական գիտակցությամբ։ Փաստորեն եթե ես կարողացել եմ իմ սեփական կյանքը բանանել, ոնց որ բեմադրել, ապա մենք այս ամեն ինչը ինչ որ մենք անցել ենք մեր պատմությամբ, արել ենք հավաքական գիտակցությամբ, ու հենց այդ առաջի այդ ներսիս բաներն էր, որ պիտի գամ պատմեմ ժողովրդին։ Գամ ասեմ այ ժողովուրդ մենք ենք անում, այս ամբողջը մենք ենք ձգում, մենք ենք բերում, մենք ենք անում։ Ու դրա համար ես ոնց որ ամել ես ով էի այդ ժամանակ, ասենք, նշի որ հիմա ես ով եմ, բայց այն ժամանակ вообще աննկատ մի օգտատեր Facebook-յան, որը ասենք ընդամենը 2 նկար ուներ Facebook-ում, բայց չգիտեմ ինչի որոշեցի սկսել Facebook-ից։ Տենց տարավ ներսս էլի, ներսից տենց տարա։ Մի խոսքով, դե գիտեք արդեն ստեղծվեց խումբը, գտա ձեզ, սկսեցինք գրառումներ եւ այլը, զումեր եւ այլը։ Ու ընթացքում ես հասկացա, որ այն ինչ որ ես ընթացքում հայտնաբերել եմ, հայտնագործել եմ, research եմ արել, բազմաթիվ գուրուների եմ լսել ու բարձել եմ այս ամբողջ օրենքները եւ այլը, բայց իրան ոնց որ տեսականի նման տալը բավականին չի հերիքում, ոնց որ մարդկանց ինչքան էլ պատմում ես, հա, մարդկանց հետ resonate անում, դուրները գալիս է, ասում են, վայ, ինչ լավ բան ես ասում, բայց ոնց է պետք անել, ինչ անենք, ոնց անենք։ Այդ ժամանակ ես սկսեցի մտածել, օքեյ, գործիքներ է պետք, ուրեմն մարդիկ պիտի սեփական փորձ ունենան, որ հասկանան ինչ ես ասում։ Հիմա իրանց համար շատ սիրուն է թվում, բայց մինչև իրանք սեփական փորձ չունենան, չեն կարա դից completely apply անեն, ու սկսեցի տենց դասեր վերցնել։ NLP, transformational coaching, breathwork, այս breathwork-ը վերջն էր լրիվ։ Այս breathwork առաջին անգամ երբ որ հանդիպեցի, այդ breathwork անելու հենց առաջի օրը անելու ընթացքում ասի այսա բանալին, որտեղ ես միշտ ուզում էի նենց անել, որ մարդիկ զգային այդ ինչա, զգային ով են իրանք, զգային այդ ներսի աշխատանքը, գնային իրանց ներքին երեխու հետ հանդիպեին, բուժեին, սենց սիրեին, գզեին եւ այլը, գային ու սկսեին սենց ներդաշնակվել իրանց հետ։ Բայց այն մնացած գործիքներն էլ են շատ հետաքրքիր, օրինակ NLP-ում շատ հետաքրքիր մենք կարողանում ենք վերածրագրավորել ուղեղը, հա, սա շատ սիրուն մշակված մի քանի գիտնականների կողմից, նյարդաբանների կողմից մշակված ծրագիր է, որ ոնց կարելի է վերածրագրավորել մարդու ուղեղը, ասենք ոնց կարելի է մարդուն ուղեղից ոնց որ բացասական հավատը uninstall ես անում ու install ես անում դրական հավատը, չքնաղ մեխանիզմներ է, կամ ասենք վերադասավորում ես արժեքները ու մարդը ոնց որ սկսում է նոր արժեհամակարգից սկսել, հա, իրանց քայլերը, իրանց behavior-ը ըստ այդմ բան անում, փոխվում է։ Ու մի խոսքով հիմա սենց ամեն ինչից մի քիչ բան արեցի, վերցրեցի, որտեվ ես գիտեմ, որ մարդիկ շատ տարբեր են, ասենք մեկին կարող է breathwork-ը օգնի, այն մյուսը հաստատ խնդիր ունենալու, ասենք limited belief-ի, այն մյուսը խնդիր ունենալու արժեքների, դրա համար ոնց որ սենց բոլոր տեղերից մի քիչ վերցրեցի, որ կարողանամ, չնայած գիտեմ, որ բոլորին չես կարող մի անգամից օգտակար լինես, բայց համենայն դեպս հիմա երբ որ մարդկանց հետ աշխատում եմ, կոնկրետ արդեն վստահում եմ իմ ներքին հոսքին, որ հենց որ tool-ը, որ ժամանակ պետք է լինում, ինքը մեկ էլ սենց գալիս է, այդ համ կլիենտն է գալիս, համ այդ tool-ն է գալիս, որ պետք է ոնց որ օգտագործվի, էլի։ Մի խոսքով շատ excited եմ, գիշերները չեմ քնում, սպասում եմ այս մեր retreat-ին։ Շնորհակալ եմ Նաժան, ես ինքս էլ երևի չեմ հիշում վերջի անգամ երբ եմ այսքան սենց մոտիվացված եղել, իրոք շատ մի հատ սենց
լուրջ իմաստ է ստեղծվել է իմ կյանքում, ուզում եմ նախ մի փոքր ավելի բացատրենք, թե կոնկրետ ինչ է այս ծրագիրը իրենից ներկայացնում ու վերջում ուզում եմ խոսամ, թե որտեղից օրինակ այս ծրագիրը, այս սրա միտքը ոնց իմ մոտ առաջացավ, միտք չէ, որպես երազանք, հա, որտեղից այդ ձեռք բերեցի, որտեղ հենց նմանատիպ ծրագրի ընթացքում է այս ամեն ինչը ստեղծվել իմ մոտ, հիմա արդեն դրա մանիֆեստացիան ենք էլի ապրում, արդեն մի քանի շաբաթից արդեն ինքը կդառնա ֆիզիկական իրականություն։ Ծրագիրը ինքը որոշեցինք անվանենք ինքնաճանաչման ծրագիր։ Եկեք մի հատ հասկանանք, որտեղ այդ բառը մի փոքր շատ է օգտագործվում։ Մի հատ եկեք հասկանանք ինքնաճանաչում ինչի նկատի ունենք, հա, որտեղ մեզ լսողները կարող է զարմանան, հա, ինքնաճանաչումը ո՞րն է, այսինքն մենք մեզ չենք ճանաչում։ Բարձրումա չէ։ Բարձրումա չէ։ Ուրեմն մենք բոլորս ապրում ենք մի հատ կամ ծնվում ենք, հա, գալիս ենք այս աշխարհ մի հատ հասարակության մեջ, որտեղ որ փոխանակ փորձեն մարդուն երեխուն թեկուս, հա, օգնեն, որ իրական ինքնությունը ճանաչի, հասկանա, ծնված օրվանից sense բռուն շերտեր են ավելացնում այդ երեխու վրա։ Մինչև իր գիտակից էություն դառնալը արդեն ինքը բազմաթիվ շերտեր է ձեռք բերում, հա, իր վրա, սկսած անունից, ազգային պատկանելությունից, տղա ես թե աղջիկ ես, սա կարելի է, սա չի կարելի, դու քանի որ իմ տղեն ես, դու պետքա sense քեզ դրսևորես, քանի որ ես աշխարհամասում ես ծնվել, դու պետքա այս տիպի մարդկանց հետ լավ լինես, այս տիպիների հետ վատ լինես, հա, sense տարբեր sense շերտերով փաթաթվում ու գալի հասնում ենք արդեն այս գիտակից կյանքի հատված ու մենք մեր այդ շերտերի ձեռը կրակն ենք ընկնում, հա, կորցնում ենք մեզ։ Արդեն ամեն շերտը, որ մենք մեզ նույնականացնում ենք, ամեն դերը, որը որ խաղում ենք, արդեն ինչ-որ պահանջներ ունի մեզանից։ Օրինակի համար ես ծնող եմ, որը շատ փառքով տանում եմ այդ պատիվը կամ այդ դերը, դրա մասին ինչի որ բողոքում եմ, բայց քանի որ ծնող եմ, արդեն կոնկրետ բաներ կարամ անեմ, կոնկրետ բաներ չեմ կարող անեմ, չէ՞, ամուսին եմ, տղա եմ ծնողների, ասենք հայ ազգի զավակ եմ, սենց շարունակ։ Դերերա, որ պարտադրվում է քեզ, ու ես իմանես չի, որ ինքնաճանաչումից հետո հրաժարվում եմ այդ դերերից։ Տանում եմ այդ դերերը ու շատ հնարավոր շատ ավելի փառքով եմ տանում, բայց մեծ շատ կարևոր է, որ այդ դերերից զատ այդ քո այդ արմատային ինքնությունը կարողանաս ճանաչես, էլի հասկանաս դու ով ես, ինչ ես, ի ես։ Ինքնաճանաչման ծրագիր որոշեցինք անվանենք նաև այդ բացահայտիր քո ներքին ուժը, չէ՞, այդ մեսեջը որոշեցինք ընտրենք դա։ Ինչի նկատի ունենք բացահայտիր քո ներքին ուժը։ Բացահայտիր կամ վերագտիր, անգամ ես կարող ենք օգտագործենք անգամ այդ բառը։ Այս շերտերից երբ որ դու քեզ արդեն առանձնացնում ես այս տիպի ծրագրի ընթացքում, արդեն դու հետ ես վերագտնում ես քո ուժը։ Իսկ մենք բոլորս շատ ուժեղ ենք, ժողովուրդ ջան, շատ հզոր ենք։ Ուղղակի այս շերտերը, այս վախերը, այս տրավմաները, այս դերերը, որ ստիպված խաղում ենք, որտեղ դերեր կա, որ սիրով ենք խաղում, դրանք մեզանից բացի որ ուժ չեն տանում, անգամ ուժ են մեզ տալի, բայց ունենք բազմաթիվ դերեր, որ մենք չուզելով ենք խաղում, ուղղակի խաղում ենք, որտեղ հասարակությունը դա է մեզանից պահանջում, հա։ Ունեցել չի, որ այդ դերներ, որ մենք խաղում ենք, հասարակությանը օգուտ ենք տալի, որտեղ հասարակությունն էլ, քանի դեռ չի դարել լրի գիտակից հասարակություն, լիքը պահանջներ իրան վնաս է, որ պահանջում է։ Այսինքն, երբ որ արդեն դու այդ ինքնաճանաչումը կարողանում ես ապրես ու իրական քո այդ էությունը ճանաչես, քո այդ իրական հզորությունը վերցնում ես, ու արդեն այդ դերերը, որ խաղում ես, ասենք մենք 30, 50, 60 տարբեր դեր կարանք, չէ՞, խաղանք, գործի տեղը ասենք ուրիշ, որպես ընկեր ուրիշ, որպես ազգի զավակ ուրիշ, որպես կին, ամուսին, երեխա, նայեք տեսեք ինչքան տարբեր դերեր է։ Այս դերերից արդեն ընտրում ենք այն դերերը, որոնք որ մեզ հոգեհարազատ է։ Ու արդեն մենք սկսում ենք դառնալ մեր երազած իրականության արարողները։ Մենք չենք տեղավորվում ուրիշների ստեղծած իրականությունների մեջ, մենք արդեն ընտրում ենք մեզ ցանկալի, հա, մեզ ձեռնտու իրականություն, ու արդեն կարողանում ենք այս մեր նորվա ձեր թվարկած գործիքները ու ելի շատ ավելի գործիքներ, որ այս ընթացքում այս ծրագրերի ընթացքում կկիսվեն ձեր հետ, օգտագործելով, հա, վերցնում ենք մեր այդ կամքի ուժը, մեր այդ
արարելու ունակությունը, հա, մեր ուշադրությունը, այսօր բոլորս ուշադրության խնդիր ունենք, չէ՞, ժողովուրդ ջան, ասենք արդեն երազելն արդեն խնդիր դառնում մեզ մոտ, որովհետև այնքան զբաղված ենք պահում մենք մեր միտքը ու նաև այս շերտերը այնքան շատ են, խճճվել ենք այդ շերտերի մեջ, ժամանակ չի մնում, որ մենք ուղղակի նստենք լռության մեջ, որ մենք հասկանանք մեզ ինչ է պետք ու սկսենք երազել։ Իսկ քանի չենք երազում, մենք չենք կարող, չէ՞, երազանքներ իրականություն սարքենք։ Ամեն առաջի պայմանը այդ երազելն է, չէ՞։ Compelling vision, անգլերենում ասում են compelling vision, եթե դի չունես, ստակ ես ելնում մի ձևի։ Ու հիմա ուզում եմ արագ կիսվեմ ձեր հետ, մեզ լսողների հետ, թե ինչ պայմաններում իմ մոտ այս երազանքը ծագեց, որը որ հիմա արդեն սարքում ենք իրականություն, հա, միասին։ Դա եղավ անցած թվականի հունիս ամսին, մասնակցում էի նմանատիպ այդ self mastery կուրսի, retreat-ի, որտեղ որ մի հատ վարժություն ունենք, այդ ինչ ես ուզում վարժությունն է։ Այսինքն sense ինչ-որ sense կրիտիկական սիտուացիա է ստեղծվում, որ դու չկարողանաս մտածես, որ չկարողանաս մտքով այդ ամեն ինչը ասես։ Ու sense մի քանի կողմից քեզ շարունակական, որ ելի եմ կրկնում, չկարողանաս մտածես, հարցնում են ինչ ես ուզում, ինչ ես ուզում, ինչ ես ուզում, ինչ ես ուզում, հա։ Ու այս վարժության ընթացքում, ասենք ես բացարձակ ոչ լուրջ եմ ընդունում այդ վարժությունը, ոչ բան դիտորդի դերում, ասենք գնացել էի տեսնել այդ ինչ են այդտեղ անում, հա։ Եկե ժողովուրդ, ես նայում եմ 100-ից ավել մարդ կա, էլի։ Ու sense տեսնում եմ, թե ինչ է կատարվում, քանի հոգու մոտ է, sense մի հատ ինչ-որ լուրջ երազանք sense ներսից դուրս գալի, հա։ Ու սիրտս բերկրանքով է լցվում։ Ուղղակի ուրախանում եմ անվերապահորեն, այս մարդկանց օտարազգի մարդիկ են, հա։ Այս մարդկանց համար, որ լինի այդպես եկել են իրանց այդ կյանքից այդ հատվածը վերցրել են, հա, այդ ժամանակը դրել են ու հիմա ասենք ինչ-որ նվիրական երազանքներ ա մոտները բացահայտվում, բայց մտքից ծերով չի անցնում, որ հեսա տես մի հատ երազանք էլ իմ մոտ է հեսա առաջանալու, հա։ Ու քանի որ ես կարողանում եմ անվերապահորեն դիմացիներիս համար ուրախանամ, մեկ էլ ցես ներսից ցես մի հատ sense էներգիա, sense ցանկություն, չգիտեմ, այտենց բան շատ վաղուց չէի ապրել։ Այն երիտասարդ տարիքում որ սիրահարվում էր, սա ինչ ապրումներ ես, չէ՞ ապրում, ինչ սրտի թրթիռներ։ Այս sense դուրս եկավ ու ոնց որ ինքնաբերաբար արտասանեցի, որ ինչ լավ կլներ մեր ազգը sense մի հատ ծրագիր ունենար։ Պատմում ու փշակալում եմ ամեն անգամ, որտեղ վերապրում եմ այդ երազանքս ու հենց այդ պահին ոնց որ զրույց սկսեցի ես ինքս ինձ հետ, բա ի՞նչ է պակասում, հա, ինչի չկա։ Ուտեղ եկա հասա, որ հիմա կարանք նստենք ու հարյուրավոր պատճառներ բերենք, թե ինչի չկա, բայց ինչ կարանք անենք այդ պատճառները չբերելու տեղը, հա, կարանք ուղղակի քայլեր ձեռնարկենք։ Ես որոշեցի, որ դա սարքում եմ ինձ երազանք, հա, ու այս ամիսների ընթացքում ձեր հետ զրուցելով այդ երազանքը նաև ձեզ փոխանցելով շարունակական աշխատանք տանելով, որտեղ այդ երազանքը նշի, որ երազեցինք ու արեցինք, չէ՞, ամիսներ շարունակ մենք այդ տասնյակ ծրագրերի ենք մասնակցել, ժողովուրդ ջան, հարյուրավոր ժամեր ենք կտրել մեզանից, մեր երեխեքից, հա, գնացել այդ հմտությունները ձեռք ենք բերել, որպեսզի կարողանանք հիմա արդեն պատրաստ լինենք ու արդեն մեր ժողովրդի համար հայերեն լեզվով, մենք մեզանով արդեն մեր ազգային հատկություններին ոնց որ բնորոշող ծրագիր կազմենք ու ձեզ մատուցենք։ Ու արդեն մի քանի շաբաթից այդ իմ այդ երազանքը կդառնա իրականություն ու այս ինչից ես պատմեցի, որ մոտավորապես հասկանաք, թե ասենք ինչեր կարող ակնկալեք այս մեր ծրագրերին մասնակցելու դեպքում։ Այդ ասացից որով եթե ինչ-որ բաներ ունեք, լսեմ ձեզ, նոր շարունակենք։ Ես էլ եմ ուզում կիսվել։ Դե ուրեմն կոնկրետ իմ ուղին, երբ որ ես սկսեցի իմ ճանապարհորդությունը, իմ անձնային աճի այդ արթնացման, եթե կարելի է այդպես անվանել, ինձ ոգեշնչեց Dr. Joe Dispenza-ն, դուք արդեն գիտեք դա, եւ ինձ համար դժվար էր ինքը, որ retreat-ներ անում, տարբեր տեղեր ա գնում աշխարհում, ես սպասում էի, որ ինքը գար Լոս Անջելես, որ ինձ հարմար լինի գնամ, եւ վերջապես, ուրեմն անցյալ տարի, ինչպես գիտեք, իմ երազանքներ իրականացավ, անցյալ տարի մարտին էր ու կային ավելի քան 5000 հոգի
շատ ներդաշնակ, շատ գեղեցիկ էր ամեն ինչ։ Ես էլ այդ պահից, որ գնացի, մտածում էի, արդյոք ինչ կարա տեղի ունենա, եթե մենք այսքան հայ լցնենք ժողովուրդ ու այս ռիթրիտները անենք, իսկապես կարող ենք միգուցե, չգիտեմ, սարեր շուռ տալ, mindset-ներ փոխելով, ու ինչն էր հետաքրքիր, որ ես հայ էի ման գալի այդ ժողովրդի մեջ, վերջում արդեն վերջ օրը գտա 3 կամ 4 հոգի հայ։ Ինչ ուրախություն էր բոլորիս մոտ, ոգևորություն, որ մենք իրար գտել ենք։ Ես էլ ոնց որ այդ պահից հետո անդադ փորձում էի intention դրեցի ձեր նման, որպեսզի մենք կարողանանք մեր հայերով ինչ որ մի բան սկսենք, թեկուզ փոքրիկ retreat, հա, ինչ որ մի բան բերենք ու տանք, կարծում եմ սա կլինի երևի առաջինը այս տեսակի, ինչ որ մենք ենք կազմակերպում, բայց կարծում եմ բոլորս էլ մեր հերթին այս երազանքը, intention-ը դրել ենք։ Ինձ մոտ էլ այդպես է ստացվել։ Շնորհակալ եմ, Սուրճ ջան։ Ես էլ փորձեմ էլի մի քիչ ավելացնեմ։ Ես sense շատ սիրուն պլան եմ կազմել։ Այս NLP դասընթացներից է, ոնց է մարդը, ընդհանրապես մարդը հոգեբանի կամ օգնության կարիք ունենում, երբ որ ասենք ներդաշնակված չի, հա, իր այդ միասնականությունը, իսկ դա անելու համար մի քանի բանի վրա է պետք աշխատել, որից մի քանիսը դուք արդեն ներկայացրեցիք։ Ինձ համար ինքը սենց է աշխատում ենք հավատի վրա, ուշադրության վրա, արժեքների վրա, հույզերի վրա, եւ որը ավտոմատ արդեն մարդու վարքը փոխում է լրիվ ուրիշ պերսպեկտիվով, լրիվ ուրիշ արդեն տեսանկյունով աշխարհին ու լրիվ ուրիշ ձև է շարժվում, հանդես գալիս ներկայանում աշխարհին։ Ուզում եմ ավելացնեմ, որ այս ծրագրամը նրանց համար է, ովքեր որ երջանիկ չեն զգում ներսից, ովքեր որ կարծում են, որ դժվար է կյանքը պայքար է, կյանքը իրանք արժանի չեն, հարաբերություններում վատ է իրանց մոտ ամեն ինչ։ Մի խոսքով այն մարդիկ, ովքեր որ չեն գտնվում խաղաղության, սիրո եւ երջանկության հաճախականության վրա, այս ծրագրամը այդ մարդկանց կարծում եմ մի 80%-ով ցենց կհեղափոխի։ Լարժան, կներես, ես էլ եմ գրել կոնկրետ ում համար, ես էլ ասեմ լրացնում քոնեն, դուր կներես, հա։ Այն մարդիկ, ովքեր որ ստակ են, այսինքն բլոկեր ունեն, այս իդեալական միջավայրը լինելու բլոկերով, այո, լրված են։ Ով ուզում է ավելի ոնց որ իր անստերիկ ճանապարհը པարզ տեսնի, էլի։ Այդ པարզության ենք հասնելու, դիսցիպլինայի պակաս կա, մենք անպայման օգնելու ենք, որ ոնց որ ձեր կյանքի ղեկը վերցնեք ձեր ձեռքը։ Հարաբերություններում ամենամեծ օգուտերը որ կարողանալու ենք տանք այդ հարաբերություններում որ կաղում է խնդիրներ ունի ընտանեկան, ընկերական, պրոֆեսիոնալ անգամ ստանալու շատ գործիքներ, որպեսզի ձեզ օգնելու այդ հարցում։ Մի խոսքով ով ուզում է անznային աճ ապրի, իդեալական միջավայր ենք ստեղծելու դրա համար։ Կներես ընդհատելու համար։ Okay, Նիկ ջան։ Ուզում եմ նախորդ ասեմ, որ մենք ոչ մեկին չենք թերագնահատում, չենք մտածում, որ ինչ որ մեկը ինչ որ վատ տեղում է, հակառակը, մենք այդ ամեն ինչը շատ սիրուն ենք տեսնում, ուղղակի մարդիկ իրանք չեն հավատում դրան, հա, եթե մարդուն ասում ես դու շատ լավ տեղում ես, ինքն ասում է, չէ, ախր ոնց եմ ես շատ լավ տեղում, ասում ես, օքեյ, լավ, արի ցույց տամ, ոնց ես դու շատ լավ տեղում։ Ու երբ որ իրան ցույց ես տալի, ինքն ասում է, վայ, փաստորեն շատ լավ տեղում էի ու չի տեսնում։ Այդտեղից է մեր խնդիրները գալի։ Երեք Նիկը շատ սիրուն post էր արել, որ ոչ թե դիսկոմֆորտն է մեր խնդրեմը, այլ ինչը Նիկ մեր զգացողությունը դիսկոմֆորտի վերաբերալ էլի, այսինքն թե մենք ոնց ենք վերաբերվում այն ամենին, ինչ մենք ունենք, ինքը շատ sense ոնց որ շղարշ լինի աչքերիդ առաջ, շղարշը բացվում է ու դու ուղղակի տեսնում ես դու ինչ ունես, ինչ կարաս անես ու սկսում ես պրոստը ոնց որ խզարել էլի, sense ասեմ։ Այդ քո բառն է խզար։ Էսի բառ կանում է հայերեն նորմալ բառ գտնեմ փոխարինեմ։ Եթե կարելի է, ես էլ ավելացնեմ։ Ես կարծում եմ նաև, քանի որ ստրեսը շատ առկա է մեր կյանքում բոլորիս, եւ այն մարդիկ, որ ցանկանում են մի փոքր գործիքներ ունենալ, որպեսզի իրենց առօրյա ստրեսը ուրեմն նվազեցնեն, հա, այդ ներքին խաղաղությունը կարողանան իրենք ուրեմն ստեղծել եւ պահպանել, հրավիրում ենք ձեզ սիրով, որ գաք, որովհետեւ ինչպես Նիկն էլ քիչ առաջ նշեց, այո, յուրաքանչյուրիս ուրեմն
խաղաղությունը, եթե մանավանդ մենք ուզում ենք դա մեր շրջապատին էլ տարածվի, այն մարդկանց հետ, ում հետ աշխատում ենք, ում հետ շփվում ենք, ընկերներ ենք եւ այլն մեր ընտանիքներին, այդ աշխատանքը սկսում է մեզանից, մեր մտքի եւ մեր հոգու խաղաղությունից։ Երբ որ մենք սկսում ենք այդ վիճակով ապրել, այդ հոգեվիճակի մեջ ենք մտնում, մենք սկսում ենք բնականաբար այդ էներգիան տարածել մեզ շրջապատող մարդկանց։ Եթե ունեք շատ ստրես ձեր կյանքում, սիրով հրավիրում ենք, եկեք, ծանոթացեք, ամեն մեկս բերելու ենք մեր, այսպես ասած, տարբեր ուրեմն գործիքները, հա, մեր էներգիաներով ու համատեղելու ենք, երևի ավելի ճիշտ բառեր, ու տալու ենք ձեզ, այսպես։ Շնորհակալ եմ։ Ուրեմն վստահ եմ ահագին մարդկանց մոտ, ասենք, բան կառաջանա, օրինակ ես ինքս լավ սենց սկսեմ այս միտքը։ Միշտ նախընտրել եմ անձնական աշխատանք, անհատական աշխատանք, ոչ թե խմբային աշխատանքը։ Միշտ խուսափել եմ, ասենց խմբերին մասնակցել, որովհետև ես ինքս իմ հարմար ժամանակին, հա, ինքնակրթությունը շարունակելով, ինքսին վրա աշխատելով, մեդիտացիա բան, այդ տիպի բաներով, ինձ թվում էր, թե ես իմ ամբողջ պահանջելիք աշխատանքը ինքս անում եի։ Մինչև որ ամենաառաջի փորձս, որ ունեցա այս խմբով այս տիպի մի բանի մասնակցելու, նոր հասկացա այս սրա կարևորությունն ու ուժը։ Այս խմբային աշխատանքի ժամանակ, ժողովուրդ ջան, այնքան արագ ու հետաքրքիր ձևի է այդ բլոկերից ազատվելը ստացվում։ Շատ դեպքերում ինչի է այդ տարիներ շարունակ ինչի ենք մենք այդ բլոկերը շարունակում կրել, ունենալ, որովհետև մենք պատրաստ չենք լինում այդ աշխատանքը անձամբ տանել, հա, այսինքն այն խնդիրը, որը որ պետքա տեսնենք, ուղղակի պատրաստ չենք լինում տեսնելու։ Իսկ այս խմբային աշխատանքում հիմա պատկերացեք 60-70 հոգի նստած են ու մեկը, ով պատրաստ է նմանատիպ խնդրի լուծում ստանալու, աշխատում է, ասենք, իմ հետ, Սուզի կամ Նազելի հետ ու այդ breakthrough, շնորհակալ եմ, այդ breakthrough-ն ապրում է, այսինքն այդ բլոկից ազատվում է։ Ու դա այնքան գեղեցիկ ձևով է լինում, ասենք, այս էմոցիաների տեսքով այնքան հետաքրքիր ձևով է տեսնում, որ մեկ էլ հասկանում է, որ ոնց այսքան པարզ է այս ամենը։ Ու դուք, ովքեր որ պատրաստ չեք ձեր մաշկի վրա այդ ամեն ինչը անցնելու, քանի որ տեսնում եք այդ խմբի ուրիշ մասնակցին, որ այդ ամեն ինչը ապրեց, թե ոնց եղավ, արդեն կարողանում եք ինքներդ էլ ապրել, էլ պետք չի լինում, որ կոնկրետ այդ նույն աշխատանքը ձեր հետ էլ տանենք։ Ես ինքս բազմաթիվ նմանատիպ բրեյքթրուներ եմ ունեցել, հա, բլոկերից եմ ազատվել, ուղղակի ունկնդրի դերում, ուղղակի նստե, վայելել եմ ուրիշի այդ ձեռք բերած աճը, հա, այդ աշխատանքը տեսել եմ, հասկացել եմ ու ինքս էլ եմ այդ նույն բանը ապրել։ Ոնց որ ուրիշը անում է այդ աշխատանքը էմոցիապես բոլորի համար։ Այդ ուրիշը շատ հնարավոր է դուք լինեք, դուք դառնաք այն մարդը, որ կանի այդ աշխատանքը ու բոլորին օգուտ կտա ու պատկերացրեք, ասենք, ձեր այդ բերկրանքը, որ ապրել եք, որ հասկանալ եք, որ համ ինքներդ ձեզ օգուտ տվեցիք արդեն, համ էլ նպաստեցիք, որ ձեր հայրենակիցներից շատերը էլի կարողանան այդ նույն breakthrough ունենան։ Որովհետև մենք այնքան կապված ենք բոլորս իրար հետ։ Ընդհանուր մակարդակում բոլորս մի մասնիկներն ենք ամբողջության, դրա համար երբ որ սենց հավաքական գիտակցությամբ է ետելնում, ոնց որ ստացվում է դիմացինի ձեռքբերումը դառնում է քոնը, էլի շուտ ու շատ բնականորեն։ Հաստատ։ Մենք շարունակում ենք մնալ ցեղային էություններ, էլի, այդ ցեղական մտածելակերպը, ցեղական գիտակցության կրելը, ով համաձայն չի հանկարծ, մի հատ հիշեք այն օրերը, որ խնդիրներ եք ունեցել, կորուստ եք ունեցել կամ խնդիր եք ունեցել, որին որ լուծումը պետք տալ։ Ոնց եք միանգամից կարիք ունեցել ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, չէ՞, ու ոնց է իրանց հետ միասին այդ խնդիրները հեշտ լուծվել։ Հիմա պատկերացրեք, ասենք, մի հատ միջավայր ենք ստեղծում, շատ պրոֆեսիոնալ, հետաքրքիր, հա, շատ բարձր թրթիրներով միջավայր, որտեղ որ այդ հարազատությունն ենք ստեղծել ու միասին օգնելու ենք մեկս մյուսից մեր այդ ունեցած խնդիրները, որ տարիներ շարունակ չենք կարողանում լուծել։ Ծրագիրը լինելու է շատ խիտ, շատ ծավալուն,
Ուրեմն ամսի 20-ին, որը որ ուրբաթ օր է, սկսելու ենք առավոտյան 9-ին, վերջացնելու ենք երեկոյան 9-ին, 12 ժամ։ Շաբաթ օրը լինելու է մի փոքր ավելի կարճ, որպեսզի ապաքինվելու, վերականգնվելու, էմոցիապես ժամանակ ունենանք, առավոտ 9-ից մինչև 4-ը, կիրակի օրը կրկին 9-ից 9-ը։ Երեկորյա ծրագիր է։ Այո, երեկորյա ծրագիր է, շատ ել եմ կրկնում ծավալուն, հետաքրքիր, վստահ եմ, որ չի լինելու մասնակից, որը որ շատ մեծ օգուտ խաղաց չի հեռանալու։ Այո։ Որպես բոնուս ապարելու ենք, երկելու ենք, գրկելու ենք իրար։ Ամեն ինչ։ Եվ մի բան էլ ավելացնեմ, ինչպես Նազելին նշեց, մենք կապված ենք իրար հետ, սա գիտականորեն հետազոտությունների արդյունքում եմ ասում, մենք բոլորս աշխարհի մասշտաբով, ոչ միայն հայերս, կապված ենք սրտի մակարդակում, ու երբ որ մենք հավաքվենք, այդ հավաքական գիտակցությունը բարձրանա, 3 օրվա, հավատացեք, դա ճառագելու է։ Դա ճառագելու է, մենք մեր intention-ը կդնենք Հայաստան աշխարհի վրա, որպեսզի մեր սփռվի բոլոր մեր հայերին եւ մեր Հայաստան աշխարհին։ Այս կյանքից 3 օր շնել օրը 12 ժամով ոնց որ արձակուրդ վերցնել, գալ այդ ամեն ինչին մասնակցել, այդ ֆիզիկական, այդ դիսկոմֆորտը մենք մեզ տալ, ահագին բան է պահանջում, ժողովուրդ ջան։ Երբ որ առաջի անգամ գնացի, ես հիշում եմ, թե ասենք ինչքան ծանր էր ինձ թվում, բայց որ եթե խորհրդի կարգով կարամ ձեզ մի բան ասեմ, այն դուք արժանի եք, որ այդ ժամանակը ինքներդ ձեզ տրամադրեք, հա։ Ձեր ընտանիքները արժանի են, որ դուք այդ ամեն ինչը ձեզ տրամադրեք, որովհետև այն ինչը որ դուրս է գալու այդ ծրագրից, շատ ավելի հզոր ու շատ ավելի լի կյանքով էություն է լինելու, քան թե մինչև դա եք։ Այնպես որ թույլ տվեք ձեզ այդ 3 օր ոնց որ արձակուրդ վերցնեք կյանքից, եկեք դուք ձեր այդ աշխատանքը տարեք, այդ տրանսֆորմացիան արեք, հաստատ չեք փոշամանի։ Կյանքի տարբեր բնագավառներում ենք, չէ՞, դրանից հետո արդեն տարբերությունները զգում։ Այդ նյութականից սկսած, իհարկե, որտեղ այդ բլոկը չէ, արդեն բոլորս հասկանում ենք, որ ինչ-որ մի տեսակի բլոկը արդեն արտացոլվում է անձնական հարաբերություններում կարա լինի, չէ, ֆիզիկական առողջության մեջ կարա լինի, նյութական հաջողություններում կարա լինի, կարիերայում։ Դոմինո էֆեկտ է ստանում դա, որովհետև հենց ոնց որ դուռը բացես, ինքը բոլոր ոլորտներում էֆեկտ է էլի անում։ Ինձ կներեք, ես չարջերս պիտի միացնեմ, էկրանս մի պահ փակելու եմ։ Okay։ Ուրեմն սա մի հատ շատ գեղեցիկ մի հատ հետաքրքիր մի բանի սկիզբ ենք դնում։ Էլի էդի մեր երազանքի որպես մաս, այս ծրագիրը որտեղ որ աշխարհում հայ կա, ես ուզում եմ հասցնենք իրանց։ Այսինքն առաջինը փաստորեն վախտի բերման պնենց եղավ, որ Լոս Անջելեսում ենք սկսում, չնայած որ ես Դե որտեղ Լոս Անջելեսից էլ սկսվել է այս ամեն ինչը։ Ճիշտ է, արդար է, որպեսզի որպեսզի տենց անենք։ Չնայած որ էլ եմ ասում, ես իմ պատկերացման մեջ Հայաստանում եմ առաջինը տեսնում, բայց Ես էլ։ Երևի ճիշտը սա է։ Վստահ եմ, որ մյուսը կանենք Հայաստանում, շատ հնարավոր է այնպես մոտակա ամիսներին։ Ինչ հետաքրքիր է Նիկ, որ բոլորս էլ, երբ որ մենք էս բացել ենք, սկսել ենք Հայաստանի համար, ոչ թե ստեղի, այլ Հայաստանի, բայց հələ նաև ոնց է շուռ եկել ու ստեղից ոնց որ մենք շատ ենք կենտրոնացել Հայաստանի վրա, ստեղի հայերի մասին ենք մոռացել։ Դե դրան պատճառ կար, Նայս ջան, մենք այս ամեն ինչը որոշեցինք անենք, այս պատասխանատվությունը վերցնենք մեր ուսերին, այն մեր այն ազգի հատվածի համար, որ անգլերենին չի տիրապետում, ստեղի հայերին մենք միշտ նայում ենք, յանի տենց անգլերեն դե կիմանան, թող անեն, բայց ստեղ էլ շատ մեծ տոկոս ունենք մեր հայերի, որ չեն տիրապետում այդքան անգլերենի, հետո մի հատ էլ ազգային յուրահատկություն ունենք, չէ՞ մենք սովորաբար չենք վստահում օտար ազգերին։ Մենք այս տիպի բաները ավելի ոնց որ ավելի ցանկալի է մենք մեզանից ստանանք։ Այո։ Տեղերը լինելու են սահմանափակ, որոշել ենք բավականին տենց փոքր խմբով անենք, փոքր ասած, ասենք երևի տենց 40-50,
մաքսիմում 60 հոգի, չենք ուզում շատ լինի, որպեսզի կարողանանք այն իդեալական ամեն ինչը հասցնենք։ Այնպես որ հա ցանկացողներին կապնվեք մեր հետ բնականաբար շուտ, իմ Նազելի Սուզաննայի էջերին կարող եք գրեք։ Այդքան է երևի, ուրիշ ավելացնելու բաներ ունեք։ Տեղը Տեղը հա, Բրբան քաղաքում այդ Hilton Garden հյուրանոցի զալն ենք վարձակալել, բավականին հետաքրքիր գեղեցիկ լուսավոր տարածք է։ Կոնկրետ մի քիչ կարող եմ մոտավորապես ասենք ինչ տիպի վարժություն լինելու են շնչառականներ, մեդիտացիաներ, շատ հետաքրքիր վարժանքներ ու խաղեր ունենք, որոնք որ ոնց որ հայլու դեր են կատարում, հա, այդ խաղը դուք ոնց խաղացիք, այդ վարժանքը ոնց արեցիք, ցույց է տալի թե դուք կյանքում ոնց եք ապրում ու այդտեղ արդեն այդ հայլին դրվում է ձեր դեմը ու դուք արդեն կարողանում եք ձեր թերությունները կամ ձեր բլոկները տեսնեք ու թե ոնց է անդրադառնում դա ձեր ապրած կյանքին, շատ հետաքրքիր բաներ են։ Դու իհարկե կունենանք հենց այդ դասախոսության տեսքով մերս հասկացածը կփոխանցենք ձեզ, բայց չեմ կարծում ձանձրալի լինի, ինձ թվում է շատ հետաքրքիր, շատ ինտերակտիվ, հա, շատ բարձր էմոցիաներով ռիթրիթ ենք ունենալու։ Վախենամ նենց լինի, որ չուզենանք տուն գնանք։ Այո։ Այո, լիքը վարժություններ ենք ունենալու, նաև ունենալու ենք ստրեսից ազատվելու ֆիզիկական վարժություններ, ոչ թե սովորական մարմնամարզություններ, այլ շատ հետաքրքիր տեխնիկաներ կան, որոնցով որ թույլ է տալիս մարմինը ազատվի ստրեսից։ Կան ինչ ենք անելու, emotional mastery ենք անելու, այսինքն Էմոցիոնալ ինքնատիրապետում, էմոցիոնալ վարպետացում, հա, որ ուզում ես վարպետանալ քո էմոցիաների մեջ։ Breathwork ենք անելու, շատ սիրուն գնալու ենք մեր ներքին երեխային, տեսնենք, բուժենք, սիրենք, որտեղ ինքը սպասում է, որ դու իրան պիտի take care անես։ Էլ ինչ ենք անելու։ Սուսաննան իր մեդիտացիաներով ու նաև ինքն էլ շատ սիրուն, ինչքան գիտեմ, ծրագիր ունի։ Եվ ձեր ծրագրին այնքանով ծանոթ եմ, բայց չեմ տեսել Նիկ ջան, բայց դե արդեն պատկերացնում եմ։ Ես շատ լավ եմ։ Ոչ ես տեսել։ Ավելի հետաքրքիր։ Հա, ինձ էլ է հետաքրքիր։ Ես այդ ժամանակ որպես մասնակից եմ ելնելու։ Ինձ թվում է բոլորս էլ մասնակից ենք լինելու, նաշը։ Այս տիպի բաները այտենց չկա կազմակերպիչ մասնակից։ Բոլորս էլ մասնակցելու ենք։ Մենք ընդհանուր էներգետիկ դաշտ ենք ստեղծում ու բոլորս էլ ստանում ենք միասին։ Շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ օրեր ա մեզ սպասվում, ես որ ժամերն եմ հաշվում։ Ինձ թվում է ինքան բան պետք է ասեմ Նիկ, բայց կեսը մոռացել եմ։ Հենց էս կամերան դնում ենք։ Ունենք դեռահագին օրեր, ինձ թվում է էլի կհանդիպենք, որտեղ դեռ աշխատանքը դե շարունակական է, ընթացքում եթե էլի ասելու բաներ ունենանք, անպայման էլի կհանդիպենք։ Իսկ այսօրվա համար ինձ թվում է բավականին ինֆորմացիա տվեցինք։ Նորից ուրեմն 3 օրյա retreat քվանտային ընտանիքի հետ մարտ 20, 21, 22, ուրբաթ շաբաթ կիրակի անգնում, ուրբաթ ու կիրակի full օրա, շաբաթ օրը կես օրա։ Անհամբեր կսպասենք, որ գրկենք ձեզ։ Սիրում ենք ձեզ բոլորիդ։ Շատ եք սիրում ձեզ կգանք էլի։ Շնորհակալ եմ Նաշ ջան ժամանակիդ համար, Սուսաննային էլ առանց ենք ասում։ Աջակցություն։ Շնորհակալ հրեշտակ ջան։